Եղավ։ Հարկասոր Կարմիր Հայաստանը միայն աղեգյաններով չերեցված։ Այսպիսի երիտասարդներ, այլապես նորից պետք է տային գլխներիս և աղաղակեին ողբամսկես Հայաստան աշխարհ։ Вот сука, а! Փախստական էր, համր, շորջ ուներ հագնելու, շապիկս տվեցի։ Դու էր մետաքսը շապիկ չունես։ Գուար, հայրենակարոտ մարդուն ոչ միայն պետք է սիրտը տալ, այլ նաև կաշին։ Բան է պատահել։ Բա այսքան գիրքը ինչ եք անելու։ Որբանոցների համար եմ հավաքել, 2 ամսում։ Բարև Գուհար։ Բարև ձեզ։ Մեկնում ես։ Մենք դրսում կսպասենք։ Պողոս։ Այո, մեկնում եմ։ 2 օր էլ չմնացիր։ Երբ պիտի խաղաղվի։ Չեմ ուզում էլ կռիվ գնաս։ Ուզում եմ կողքիս մնաս միշտ։ Ես զինվորական կյանքի մարդ եմ, Գոհար։ Ու սովորական մարդկային ուրախությունով չեմ կարող ապրել։ Ինչ մի ամիտ է, երբ մտածում էի, որ զինվորականի հետ կարելի է երջանիկ լինել։ Մենք տարբեր երջանկությունների ենք ձգտում։ Լսեցի՞ր։ Բանը պարզ է, իսկ ինձ համար միայն երջանկություն կա, տեսնել իմ երկիրը ազատագրված։ Ասես ամբողջ աշխարհը դուրս է եկել Հայաստանի դեմ։ Ես գալիս եմ քեզ հետ։ Գարեգին, ես գալիս եմ քեզ հետ։ Մի ասա ոչ, խնդրում եմ, Գարեգին։ Սիրելիս։ Դու ոչ մի տեղ չես գալիս։ Դու մնա ունեցիր մեր զավակին։ Ես գնում եմ, որովհետև ուզում եմ, որ դու վայելես մայրությունն ու չվախենաս, որ քո զավակը իր սեփական հողում ճորտ կլինի ուրիշի ձեռքում։ Ես կսպասեմ քեզ։ Եթե անգամ չգաս։ Ես գիտեմ, որ այլ տարբերակ չկա։ Սա իմ խաչն է։ Հիմա թող քո խաչը քո թալիսմանը լինի։ Լավ, ուրեմն ձեր կարծիքով այդ Վրացյանը ինքան է վստահում Տեր Հարությունյանին ուզես, որ ձեր մի նամակով կսկսի Սփյուռքի հայությանը համախմբել Թուրքիայի վրա հարձակվելու համար։ Վրացյանը նախկինում եղել է վարչապետ,
Եվ մինչև հիմա մեծ ազդեցություն եւ կապեր ունի դաշնակցության շարքերում։ Բայց առաջին հերթին նա վստահում է ինձ։ Դրա համար էլ այդ նամակը պետք է գրված լինի ոչ միայն Նժդեի անունից, այլ նաեւ իմ առաջին հերթին, նախ եւ առաջ իմ։ Ցեղական շարժում այդ ինչ բան է։ Ցեղակրոնը, ինչպես ասեմ, դա փաստորեն հայկական արիական ռասայի փառաբանումն է եւ երկրպագումը։ Ինչպես նաեւ շարքերում զտարինության պահպանումը, կարճ ասած, ֆաշիզմ։ Ուրեմն ձեր ասելով Նժդեն ֆաշիստ է։ Ֆաշիստ։ Չէ, այսինքն ես չեմ կարող պնդել այդ, բայց փաստորեն պատերազմից առաջ Նժդեը շատ ակտիվորեն համագործակցում էր գերմանացիների հետ։ Вот гад, а? Его мать. И такая сволочь, вместо того, чтобы быть расстрелянной, повышает на меня голос в моем же кабинете. Ладно, на сегодня хватит. Абовян! Խորեն։ Լուսաբացից քեզ եմ փնտրում, այդ տղա ուր ես։ Ժամերով ձեր եմ տալիս չկաս։ Նամակ կա ուղարկելու։ Դու մոռացել ես կարգու կանոնի մասին։ Չէ, Սպարապետ ջան, մոռացալ չեմ։ Քշացալ էի գյուղ։ Մին հոտ քաշի։ Հոտ քաշի։ Թոնդ է երևում։ Թունդ։ Ասա աշխարհի ամենաթունդ դերակն է։ Հորս մի աչքա ես եշում։ Խորենաց ջենոքի արաղին հարախ կասնի մեր սարերումը։ Հա, բայց ինչ առիթով ես որոշել խմել։ Էն էլ առավոտը։ Ես խոմինակ չեմ խմելու Սպարապետ ջան։ Հեսա ես ինչ քեֆ ենք անելու Ղուրբանին եմ։ Քեֆ։ Ինչ քեֆ խորեն։ Հեսա տղերքը կգան կգիտես։ Ում ես կանչել խորեն։ Լսես, ինչ ես քեզ ու քեզ սեղան ես գցում, քեֆ ես անում, մարդ ես կանչում։ Մենք դրա համար ենք այստեղ։ Արագ հավաքի սեղանը։ Քեֆ է կազմակերպել։ Հորես բարկանում Սպարապետ ջան։ Հա դուզա ես պատար կուճիր մարդ եմ կուշտաբում, ընդամենը գրագիր եմ։ Բայց ես անտրկյանքից քիչում մեջ հասկանում եմ էլի։ Հեսա տղերքը կգան։ Դու կուպերանը վկասես վեր դուզ է մրալ։ Ասում եմ արագացրու հավաքի ես ամենը։ Մի հավաքիր։ Սրտան շնորհավորում եմ Սպարապետ։ Սրտանց կիսում եմ քո ուրախությունը։ Շնորհավոր Սպարապետ։ Հա, Պողոս։ Դարդոտ, Մի բան ասա, ես նրանցից գլուխ չեմ անում։ դարդոտ։ Ատեոսու։ Հես դարձել, Սպարապետ։ Գոհարը Երևանում աղջիկ ա ունեցել։
Դեղանը գցի, շուտը։ Ես խմում եմ քո աղջկա կենացը։ Եվս մի հայ թակուի ծնվեց հայ աշխարհում։ Քո ցեղի շարունակողը։ Նժդեհի ցեղի։ Աղջկատ կենացը։ Բարապետի ցեղը շարունակողի կենացը։ Խմեք թող դուշմանն իմանա, որ հայոց աշխարհում միշտ նոր ծնունդ ու կեֆեր է լինելու։ Այո, ապրես Գոլոյան, ապրես։ Այո։ Դերդոտ նավերը կելեր թանք սարնի սասուն Ես վեղնիմ տուն դունեղիսուն վախ Ես վեղնիմ տուն դունեղիսուն Դերդո դնովեր դու հակերիս կարմիր սոլեր Արի երթանք շապատ մերգուս մնանք չոլեր Դերդո իմալեն իմաստու սիրուն իմալեն իմաստու սիրուն Հորի չիդաս բակմը անուշ նավեր դերդո Հորի չիդաս բակմը անուշ նավեր դերդո Ողջույն քաջեր։ Ողջույն սարապետ։ Հայը ձգտում էր իրական իր պատմական ակունքներին։ Հայաց կտմի կտրիր խուստուպից, որքան շատ, որքան հաճախ նայես այդ հպարտ ու սեքսարին, այնքան շուտ կհասնի քո փրկությունը։ Սյունիքը աշխարհագրական մեր հայրենիքի ողնաշարն է։ Առանց որի Հայաստան գոյություն ունենալ չի կարող։ Ստացել եմ անպատիվ նամակ վարչապետ Խատիսյանից, ուղղված ինձ, ըստ էության եւ ձեզ, իմ անպարտ քաջեր, գաղթեցնել
Պաշարված գողտանի հայությանը։ Բայց ինչու։ Ինչ տրամաբանությամբ։ Որ այսուհետև ձեր ձեռքի տված իշխեն քեմալական թուրքն ու բոլշևիկ ռուսը, որ ասանք կարև է Գորիսում հեղկոմի անունից խորհրդային իշխանություն սահմանի, հայկական Զանգեզուրում, ով կարող է ինձ ասել, քանի թուրքաբնակ գյուղ ունենք Գավառում։ 200-ից ավելի կլինի սպարապետ։ Վահագն Աստծո հզորաչով մենք կազատենք այդ բնակավայրերը։ Իզե! Սպարապետ։ Հեռացեք մեր ճանապարհից։ Մենք կանանց ու երեխաների վրա ձեռ չենք բարձրացնում։ Փոխանակողը լսնեք ձեր գլխին, պահանջեք ձեր ամուսիններից ու որդիներից ցած դնել զենքը։ Մենք բոլորիդ կտանք միջանցք եւ կթողնենք անվնաս հեռանալ։ Öldürme bizi. Öldürme bizi paşa. Մի կոտորիր մեզ Փաշա։ Biz de Մենք էլ insanız. մարդ ենք։ Bizim de yaşlılarımız Մենք էլ var, երեխա ունենք, çocuklarımız var. ծեր ծնողներ ունենք։ Bizim imanımız ayrıdır Հետո ama ինչ որ ուրիշ հավատքի ենք։ öldürme bizi paşa. Մի կոտորիր մեզ։ Hayatımızı bağışla. Թող ապրենք։ Ոտքի կանգնի, բաջի։ Վախեցիր քո Աստծուց։ Այդ երբ ես տեսել, որ նժդե է կոտորի կանանց ու երեխաներին։ Öldürmezsin bizi Չես կոտորի değil mi Փաշա։ Öldürmezsin. Կոտորում են ձեր տղամարդիկ ու կոտորում են անզեն հայ գյուղացիներին։ Իսկ ես քեզ նորից եմ ասում, խաղաղությամբ հեռացեք մեր հողից ու պատվովս եմ երդվում իմ զինվորների կողմից ոչ մի գնդակ չի արձակվի ձեր մեջքի հետևից։ Հավատա։ İnanıyorum sana. Հավատում եմ քեզ։ Senin sözün Դու քո խոսքի sözdür. տերն ես։ İnanıyorum. Հավատում եմ։ Paşa bizi hayat Փաշան մեզ bağışlıyor. կյանք է բաշխում։ Söz verdi Նա չի կրակի ateşlemez մեզ վրա։ bizi. Korkmayalım Կարող ենք չվախենալ մեր çocuklarımız երեխաների için. համար։ Söz verdi Ես գիտեմ, որ նրա ateşlemez. խոսքը խոսք է։ Paşanın Կանենք։ sözü sözdür. Վեր կացեք, կանգնեք ոտքի։ Աղբանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և օշնյա, հավատավոր ծառայս քո գարեգին, ընդհովանյա սուրբ և պատվական խաչի ոտքո իր խաղաղության, փրկյա, ազատյա, հերևելի և հաներևույթ թշնամվույն, արժանավորյա գոհությամբ հարավորեց քեզ ընդհոր և սրբող հոգույն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Ամեն։ Որպես Ղափանի, Գենվազի, Գողթանի ու Բաղավերթի ռազմական դիկտատոր Գարեգին Նժդեի բանակի նվիրյալ զինվոր երդվում եմ։ Երդվում եմ։ Հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությամբ։ Հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությամբ։ Մեծ հայրենասեր։ Մեծ հայրենասեր։
Դավիթ բեկի պատգամներին ու մարտնչել հանուն Հայաստան աշխարհի ու մարտնչել մինչև վերջին շունչը մինչև այրան վերջին կաթիլը հանուն Հայաստան աշխարհի հանուն հայրենիքի Դավիթ Բեկաբար Երկու անգամ իր կողքին ու սպարապետին վիրավորում են։ Չեմ կարողանում ինձ ներել։ Չեմ կարողանում ինձ ներել։ Պենդ մարդա։ Ոտիկը կաղնի։ Աստված ցանոթ լսի։ Ախր առանց ուրը վեց շունիկը կա վեչել մենք։ Բա հիմա ինչ է անում։ Պարանալա, քնածա, հրամայալա վերի, իրիգ ու ներտնացնեմ, բայց ձերքս քինում չի։ Ախր էդ մարդը սաղ կյանքը քոնի կարիք հա ունեցալ, սաղ կյանքը։ Թող քնի։ Քանի մենք էստեղ ենք, ոչ շուն, ոչ թուրք, սյունիկ աշխարհ ոտք չեն դնի, թող քնի։ Հա։ Դես կեմ, իրիգունվա հետի, պետ կոտրեմ։ Օգնեմ քեզ խորեն։ Չէ, հրամանան տրջան, նեղություն մի քաշի, բա իմ գործիս անում է ինչ, հա, դուք ու զինվորական պեներին եշի։ Դու գիժ ես։ Շատ դժվար։ Բայց եկա, չէ՞։ Եկա։ Ուրախ ես։ Դե ասա ուրախ ես։ Չէ, երջանիկ եմ։ Ճիշտ է, որ սպարապետը վիրավոր է։ Ճիշտ է, ես եմ մեղավոր։ Չվասցրի շուն թուրքին սատկացնեմ։ Բայց պինդ մարդ է, ոտքի կկանգնի։ Մենակ ես եկել Զանգեզուր։ Քանի անգամ ասեմ։ Հա, մենակ։ Բա ում հետ պիտի գայի։
Դու գիժես, բա որ ճանապարհին մի բան պատահեր։ Գիժես։ Հա, գիժեմ։ Գիժեմ ու առանց քեզ չեմ ապրի։ Ու պիտի գայի։ Այ կտեսնես Անուշ։ Մենակ թե Հայաստանը ազատագրենք, մի քիչ շունչ քաշենք։ Ամեն ինչ կընկնի տեղը։ Ինձ հետ ես չէ։ Ես չգիտեմ, թե դա ում է պետք։ Սակայն ինձ մեղադրել նրանում, որ իբր 200-ից ավելի բոլշևիկներ նետել եմ Տաթևի ձորը հիմքեր չունի։ Դրանք ամենաիսկական թուրքեր էին, որոնք կռվում էին մեր դեմ և սպանում էին հայկական գյուղերի խաղաղ բնակիչներին։ Նրանցից և ոչ մեկը կարմիր բանակայինների համազգեստով չէին։ Իսկ մենք այլ տեսակի տեղեկություն ունենք։ Իսկ ինչ տեղեկություններ ունեք դուք։ Դուք բարի եղեք պատասխանել ձեզ տրվող հարցերին։ Իսկ դուք բարի կլինեիք, եթե ձեզ անընդհատ նույն հարցը տային և չհավատային ձեր պատասխանին։ Բայց ֆաշիստների հետ համագործակցել եք, չէ՞։ Թե կերկեք այդ փաստը։ Հայերին հետապնդումներից և կոտորածից փրկելը համագործակցել է։ Դուք ի վիճակի եք հասկանալ, որ ինձ նման մարդը այդ տարիներին մի մտածմունք ուներ միայն, որ եթե հանկարծ Գերմանիան հաղթանակի նրա դաշնակից Թուրքիան նորից չսկսի նոր գենոցիդ իրականացնել հայերի հանդեպ։ Хватит! Все время топчемся на одном месте! Ոչ մի կերպ չեք ուզում ընդունել ձեր գործած հանցանքները, բայց դա ձեզ չի բրկի։ Հավատացնում եմ։ Հերիք է ինձնից հանցագործ սարքեք, գնդապետ, ես հոգնել եմ ձեր անիմաստ հարցաքննություններից և անհիմն մեղադրանքներից։ Ես չթողեցի, որ Զանգեզուրն ընկնի և Թուրքիան միանա մուսուլմանական Ադրբեջանին։ 8 տարի դուք ինձ չթողեցիք, որ ես իմ հարազատներին նամակ գրեմ։ Նրանցից ոչ մի տեղեկություն չունեմ։ Ինձ ողջ թաղեցիք բանտի 4 պատերում։ Ես մարդ եմ, որն ապրում է անձնական մեծ ողբերգություն, մարդ, որն ամեն ինչ կորցրել է ու խելագարվում է այն մտքից, որ ունի մասնատված կտոր եղած հայրենիք։ Երբեք չէի կարող պատկերացնել, որ իմ հաղթանակների համար ստիպված եմ հարցարանալ։ Տարեք ինձ, Վլադիմիր, ինձ Վլադիմիր տարեք, այնտեղ հետ հարցեր տվողները ամենայն դեպս հայեր չեն։ Абовян! Абовян! Мать твою! Ջուր կուզեք սպարապետ։ Увести заключенного.
Սպարապետ։ Քանի կար գեներալ եք սարքել։ А теперь еще и սպարապետ։ Բայց ժողովուրդը իրեն միշտ այդպես է կոչում։ Что за ժողովուրդ? Какой ժողովուրդ? Антисоветские элементы вроде недобитых дошнаков для вас ժողովուրդ։ Хватит, капитан, заигрывать с врагом. Кстати, это не в первый раз. Допрыгаешься, Овсепян. Сядешь вместе со своим спарапетом. Ясно? Так точно, товарищ полковник. Կամեմելի։ Ինչ կա խորան։ Բան չկա։ Եկ։ Ոնց է սպորոպետ։ Իվանդ ես երևում։ Ինչ կա պաղաս։ Դու մնա լավացի, ես վաղը լուսաբացին տղերքին թուրքի վրա եմ տանում։ Ոնց թե թուրքի վրա ես տանում։ Ես քեզ այդպիսի հրաման տվել եմ։ Չէ, չես տվել։ Խորեն։ Դուրս գնա։ Ոնց կասես, դուս կեմ, սպարապետ ջան։ Բայց այդ քննարկումը բանը էքուցման թողեցեք էլի։ Հրամանատար ջան։ Մարդ հյուրեն լավ չի զգում, քյա էքուց կգես։ Թողմիկ չել լվա։ Դուրս կարի խորեն։ Հապա հետ եմ անում էլի։ Դուս եմ կե։ Դուրը փակի։ Հա, փակում է։ Լսի, Պողոս Տեր Դավթյան, հետ երբանից ես ինքնորին պատերազմ սկսել թշնամու դեմ։ Բա մենք չհայտարարեցինք, որ Խալիֆ Փաշայից վերցրած գերիներին հետ կհանձնենք, որ մաքրվեն ու գնան։ Այլ ինչ կռիվ։ Սպարապետի խոսքի վրա ես անցնում, հա։ Մենք էլ գերի չում ենք անցնել։ Ոնց էլ գերի չունենք հանձնելու։ Բա թուրք ռազմագերիներն ուր են։ Տաթևի ձորում, ձորի հատակին։ Երկու հարյուր մարդուց ավելի սպանել ես տվել։ Բա ինչ անեի։ Հարձակվել էին ժամապահների վրա։ Տղերքից ես 4 հոգու սպանել են։ 6-ն էլ ծանր վիրավոր են, նրանք էլ են մեռնելու։ Մենք նրանց կյանքը խնայենք, մեր տղերքին հաց ու ջրից կտրենք, դրանց տանք։ Դրանք հարձակվեն մեր ժամապահների վրա։ Իսկ Սև Շուն այդպիսի բան չեր անի։ Նա իրեն հաց տվողին չի կծում։ Պողոս։ Անզեն մարդկանց ես ձորը գլորել։ Ով ասես, որ անզեն էին։ 10 հրացան էին գողացել։ Քանի հոգու կսպանեին, եթե չզինաթափեինք, հա։ Մենակ թուրքը կարող է անզեն մարդու վրա հարձակվել։ Բա ինչ անեի, հա։
Գլուխները շոյեի, բերեի մեր տուն, գար մորթեի ոտքերի տակ։ Լրիվ, Պողոս Տեր-Դավթյան։ Դու հասկանում ես ինչ ես արել։ Աշխարհի բերանը լեզու ես դրել։ Ռազմագերի ես կոտորել։ Ռազմագերիները խռովություն էին բարձրացրել։ Ժամապահ էին սպանել։ Երկուսը մեր գյուղից էին, իմ աչքի առաջ էին մեծացել, Հակոբն ու Ենոքը։ Բա ես իրաց մայրերին ինչ ասեմ, որ չեմ կարողացել իրաց տղաներին պաշտպանել անզենգերուց։ Աշխարհը մատը մատին չի տալիս, չի ուզում տեսնել, թե ինչպես են մի ամբողջ ազգի սրի քաշում։ Իսկ մենք պետք է չորեքթաթ ողորմություն ու արդարություն